մեր հնազանդության շնորհիվ շատերը փրկություն կստանան։ Վկայություն։ Տարիներ առաջ գիշերային աղոթքի ժամանակ Սուրբ Հոգիս աղոթք վերցրեց մի ընտանիքի համար, ովքեր իրականում բարեպաշտ մարդիկ էին, բայց աստվածապաշտ չէին։ Անկեղծ ասած, տագնապ զգացի ու ինչ-որ մեկին մահվան վտանգ կար, հոգումս զգացի։ Աղոթեցի բավական երկար, պատերազմական աղոթք, անօրենի դևերի դեմ առճակատ, անդադար 1 ժամից ավելի։ Զգացի, որ այդ մարդու հոգին ուղղակի, այսպես ասած, խլեցի չարի ճիրաններից։ Առավոտյան իմացա, որ այդ մարդը, ում համար Սուրբ Հոգին աղոթում պատերազմում էր, այդ ընտանիքի երիտասարդ տղան էր։ Կաթված էր ստացել գիշերը և հրաշքով փրկվել մահից։ Փառք, փառք, փառք Հիսուսիս այս հրաշքի համար։ Այդ օրվանից սրտումս փափագ մտավ անպայման խոսել իրենց հետ Աստծո փրկության մասին։ Ժամանակը անցնում էր, չէր հարմարվում խոսել։ Այդպես տարիներ անցան։ Աղոթքներիս մեջ միշտ խնդրում էի Տիրոջը, որ պատեհություն ստեղծվի խոսելու, քանզի այդ ընտանիքը, մանավանդ այդ դեպքից հետո, ներփակվել էին ու չէին շփվում ոչ մեկի հետ, բացի իրենց հարազատներից։ Այսօր Տերս հրաշքով դեմ առ դեմ ճանապարհին հանդիպացրեց այդ տղային, և ես էլ չհասկացա, թե ինչպես սկսեցի խոսել Հիսուսիս փրկության մասին։ Երբ հեռացա, սրտումս հոգումս ուրախություն լցվելով և հասկացա, որ ընդամենը 1 րոպե էլ չէի խոսել։ Աստծո այս պատվերը կատարվեց վերջապես։ Ընդամենը մի քանի վայրկյան, և մարդը երկարատև տառապանքներից հետո ստացավ իր փրկության խոսքը։ Եվ եթե այն գիշեր չարձագանքեի Սուրբ Հոգու շարժին, ձայնին ու ազդակին, այդ մարդը պիտի մահանար։ Տերը օրհնի քեզ, եթե դու էլ ես հնազանդվում Սուրբ Հոգուն։ Ամեն։ Այս վկայությանս մեջ նշեմ մի կարևոր բան։ Այս երիտասարդը տարիներ առաջ, երբ տեղեկացել էր Հիսուս Քրիստոսի հավատքն եմ ընդունել, կողքովս անցնելիս չէր բարևում և երեսը թեքում էր, իբր թե ինձ չտեսավ։ Եվ այդպես տարիներ շարունակ, բայց ես այսօր նրան համարձակ բարևեցի, ասացի, որ իր վատանալու գիշերը Տերը ինձ հայտնել էր ու ես աղոթել էի, որ Աստված փրկի նրա կյանքը։ Ամեն։ Փառավորվի մեր Տերը մեր բոլոր վկայություններով։ Ամեն։